Հետևաբար Տեր Գառնիկը, որ պիտի մատուցեր պատարակը, ինքը փաստորեն այդ փոխման պայմանի մեջ չստացվեց, որ կարող մատուցեր առաջին անդրանիկ պատարակը, որովհետև ինքը շատ երկար տարիներ ծառայել էր Սուրբ Աստվածածի 7 եկեղեցում։ Այսինքն այս եկեղեցին իր համար շատ հոգեհարազատ նաև այդ իմաստով տեղ էր, որ ինքը իր ծառայությունը, իր կյանքի ընթացքը ծառայողական վիճակը հոգևոր ծառայություն ունեցել է այստեղ։ Եւ ուզում էր մատուցեր պատարակը, անդրանիկ պատարակը Սուրբ Աստվածածի եկեղեցում 7 բայց հանգամանքները թույլ չտվեցին եւ դրանից հետո նաև Լեոպարդ Հայրապետը, որ ժամային հարց էր տվել, որ ժամը 1-ից հանդիպեն նոր ձեռնադրված հոգևորականները Հայրապետի հետ, ստացվեց, որ արդեն Գյումրիում մեկ այլ եկեղեցում չի կարող պատարակել, որովհետև չէր հասցնի, որ հասներ հանդիպմանը ներկա լինել, դրա հետևաբար իր պատարակը արդեն տեղի ունենալու Մայրաթորի եկեղեցիներից որևէ մեկում։ Դուք ինչքան ժամանակ է արդեն հոգևոր ծառայություն եք մատուցում, տեսել եք այսպիսի բան, այսքան ուժայինների ներկայացուցիչներ, եկեղեցին ըստ էության կարծես թե գրոհի է ենթարկվում։ Ուրեմն ես 18 տարվա հոգևորական եմ ծառայության, Շիրակի մարզում 15 տարի։ Իհարկե, այս վերջի ժամանակաշրջանում շատ իրադարձություններ տեղի ունեցավ, որ որևէ մի իրադարձություն այնպես չէ, որ շարունակաբար եղած իրադարձություն էր, այլ նորություն էր, որը որ մեզ համար մանավանդ այս տեսակի դրությունը ցավալի դրություն է։ Հետևաբար բնականաբար ցավ ենք ապրում, մանավանդ որ այս օրը, որ Գյումրիի համար նաև անմեղ զոհերի հիշատակության օր է, երկրաշարժից մեր զոհ գնացած մեր գյումրեցի տարբեր տարիքի մարդկանց համար հիշատակության օր էր եւ հոգեբանության օր էր, բայց այս օրը մի տեսակ երկրաշարժի կրկնություն ենք նկատում։ Կարծես թե Գյումրիում են 37 տարի հետո որ ցնցում էր կատարվել, այդ ցնցումը նորից կատարվում է եւ այդ ցնցման հետևանքը քանդումն է, ավերումն է, փչացնելն է, այսպեսի մի վիճակ է ապրում, նաև այսօրվա խորհրդի հետ կապված։ Շնորհակալություն։